Նոր սահմանադրություն ունենալու որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առաջին անգամ հայտարարել է տեքստում անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, հստակ շեշտելով դա իր քաղաքական դիրքորոշումն է։ Փաստ է, որ բռնի տեղանությունից հետո եւ հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո այդ օրակարգը չի կարող շարունակվել են պարզ պատճառով, որ այնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որ իրավունքների մասին խոսենք, ազգային ժողով կառավարությունը հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարությանը։ Թբիլիսին հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի, Բաքվում հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահը, անցած տարեվերջին վիճահարույց ընտրություններով իշխանության եկած Միխեիլ Կավելաշվիլին նախագահի պաշտոնում առաջին արտասահմանյան այցով որոշել էր Ադրբեջան ժամանել։ Ազգային ժողովում այսօր շարունակվել է կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը։ Կրթության գիտության նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ ունենք ուսուցիչներ, որոնք մինչեւ 595,000 դրամ աշխատավարձ են ստանում։ Ռուսաստանը մտադիր է Հյուսիսային Կորեայի զինվորականներին օգտագործել Ուկրաինայի տարածքում պատերազմի համար, այս մասին Տելեգրամում հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։ Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոկոմոտիվի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսելով Մոսկովյան ակումբում իր ապագայի մասին նշել է, որ իրավիճակը կկարգավորվի ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Հիմա պայմանագրի մասին խոսելն իմաստ չունի, տրանսֆերային պատուհանը կգա ամռանը, նշել է նա։